Ասեմ, որ այս պայծառ եղանակը կպահպանվի այսօր, վաղը եւ ամսի 29-ին։ 30-ի գիշերը դարձյալ սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ին օրվա երկրորդ կեսին, 31-ի գիշերը հանրապետությունում ամենուրեք սպասվում է ձյուն։ 31-ից երեկա ամենայն հավանականությամբ տեղումները կդադարեն, ամսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եթե այսպես լինի, բնությունը հնարավորություն կտա ճանապարհները մաքրել եւ ամանորը կդիմավորենք բոլորի հույսերն արդարացած եւ երեխաների եւ մեծահասակների։ Առավելագույն ջերմաստիճանը, ասեմ, որ 3 բոլոր դեպքերում այս գիշեր հանրապետությունում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 36 աստիճան Աշոտցքում մինուս։ Արարատյան դաշտում եղել է 6-ից 8 աստիճան ցրտի սահմաններում, 3 հանրապետության հովտային շրջաններում մայրաքաղաքում +6 աստիճաներ, 4-ից 6 աստիճաներ, այսօր ջերմաստիճանը չի բարձրանա +2 աստիճանից այսօր ցերեկը, վաղը ցերեկ նույնպես էական փոփոխություն ջերմաստիճանի չի սպասվում, գիշերը կլինի 3-ից 5 աստիճան ցրտի սահմաններում, ցերեկը կլինի 1 աստիճան ցրտից 2 աստիճան տաքության սահմաններում, 29-ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճան տաքություն մայրաքաղաքում, լեռնային շրջաններում ցերեկը կլինի 4 աստիճան ցուրտ, ամսի 30-ի գիշերը -1 +1 կլինի, ցերեկը գիշերը էական փոփոխություն չի սպասում։ Եթե ընդհանրացնենք ջերմաստիճանային առումով գիշերային ջերմաստիճանների բարձրացում կդիտվի ամսի 29-ից հետո անպամատությամբ պայմանավորված այս 8 աստիճանը կդառնա -2, -4 աստիճան, իսկ ցերեկային ջերմաստիճանը արդեն էապես չի փոխվի։ Եթե այժմ խիստ ցածր ջերմաստիճաններից բարձրանում է մինչև +2 աստիճան, այդ օրերին արդեն անպամատությամբ պայմանավորված դարձյալ կլինի -1 +2 աստիճանի սահմաններում։ Եթե խոսելու լինենք անցած տարվանից, չնայած որոշակի անհանգստություններ եղան, անցած տարի մարտն էր շատ ցուրտ, փետրվարը նորմայից շատ քիչ էր բարձր, իսկ ահա մարտին ջերմաստիճանը շատ ցածր էր, նորմայից մոտ 4-5 աստիճանով նորմայից ցածր էր, բայց ինչպես մենք ականատես եղանք ամռանը, ունեցանք եւ մրգի եւ բանջարաբոստանային կուլտուրաների լավ բերք, ցրտահարություն չգրանցվեց։ Հուսանք, որ այս տարի նույնպես բարեհաճ կգտնվի գյուղատնտեսության նկատմամբ եւ կորուստները քիչ կլինեն։ Բոլոր դեպքերում որոշ կորուստներ ինչ եղանակային պայմաններից կլինեն, բայց հուսանք, որ դրանք կլինեն քիչ։ Այսօրվա կանխատեսմամբ առայժմ ամեն ինչ կարծես թե կանխատեսվում է դրական։ Իսկ սեզոնային կանխատեսումները դրանք շատ խոստումնալից չեն, այսինքն ընդհանրապես տալիս են համեմատություն ամսական ջերմաստիճանի նորմայի նկատմամբ, իսկ ավելի հստակ հատվածներում ինչպիսի փոփոխություններ կլինեն։ Եթե ես ասում եմ նորմայից բարձր կլինի հունվարը, չի նշանակում, որ առանձին օրեր չի լինի նորմայից ցածր։ Նույնը եւ փետրվարին կամ որոշ ժամանակահատվածում խիստ ցուրտ չի լինի։ Ընդհանուր կտրվածքով այն կլինի նորմայից բարձր։ Ձնածածկի վիճակը Այժմ նվազեցրի։ Այժմ ուրեմն ձնածածկ հանրապետությունում գոյացել է շատ բարձր ձնածածկ, շատ հազվադեպ տարիներ է լինում, երբ դեկտեմբեր ամսին այսպիսի ձնածածկ է լինում։ Ճիշտ է, հովտային շրջաններում ձնածածկը վերջին անձրևը հալեց եւ չունենք, բայց Արագած բարձր լեռնայինում այժմ մենք ունենք 1 մետր 30 սանտիմետր մոտ ձյուն, այսինքն բավականին բարձր ձնածածկ է առաջացել։ Լեռնային շրջաններում մոտ 40-45 սանտիմետր ձնածածկ կա։ Այնպես որ ձնածածկ հանրապետությունում բացի հովտային շրջաններից մնացած շրջաններում կա եւ առանձին նախալեռնային եւ բավականին շատ է։ Իսկ տարեգրությունը այսպիսի պատկեր է մեզ տալիս, եթե դեկտեմբերին մենք ունենք բավականին բարձր ձնածածկ, հունվարին այն շարունակում է աճել, հատկապես լեռնային շրջաններում։ Այսինքն պաշարների առումով, եթե կանխատեսումները լիովին արդարանան, մենք ունենանք բավականին լավ ջրի պաշարներ այս տարի։ Հուսանք, որ կարդարանան։